Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Բհագավատամը եւ այս պահին դեռ գտնվում ենք 3-րդ երկի 12-րդ գլխում։ Ուսումնասիրում ենք ուրեմն արարչագործության երկրորդ փուլը, այսինքն երբ որ Տեր Բրահման կամ ըստ իմաստի ուրեմն կենդանի էակը ինքը որոշում է, թե ինչպիսի մարմիններ, ինչպիսի սկզբունքներ պետք է լինեն նյութական աշխարհում։ Եվ դա պայմանավորվում է հենց նրանով, որ այս նյութական աշխարհը ինքը արարված է կենդանի էակների ցանկությունը կատարելու համար եւ ուստի պետք է ապահովի պայմանները։ Մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորության պայմանը այստեղ շատ պարզ է։ Ինքը ասում է, այո, դուք կունենաք ազատություն իրականացնել ձեր ցանկությունները, բայց եթե այդ ցանկությունների ընթացքում դուք տառապանք պատճառեցիք ուրիշ կենդանի էակներին, այդ տառապանքի համար ես ձեզ պատասխանատվության եմ ենթարկելու, որովհետև բոլոր կենդանի էակները, բոլոր անխտիր միկրոբից սկսված մինչև կիսաստվածները, բոլորը իմ անբաժանելի մասնիկներն են, եւ ես նրանց բոլորին վերաբերվում եմ կամ բոլորի համար նախատեսել եմ, որ իրանք պիտի լինեն երջանիկ։ Եվ եթե դուք խախտեցիք այդ ամենակարևոր, այսինքն դուք ուզում եք ինչ-որ իրականություն փոխել, ուզում եք ինչ-որ կարևոր դեր ունենալ, խնդրեմ, վերցրեք ձեր հնարավորությունը եւ արեք։ Եվ տեսեք, թե դուք ինչի եք վերածում աշխարհը, երբ որ աշխարհը ձեզ է ենթարկվում։ Եվ կտեսնեք, որ էգոիզմի հիմքի վրա աշխարհը ինքը միշտ վերածվում է մի բանաձևի իրականացման։ Ով որ իշխանություն ունի, ինքը պիտի վայելի մնացած բոլորի տառապանքի հաշվին։ Եվ աշխարհը այդպես լցվում է տառապանքով։ Հետագայում կենդանի էակներն իրենք չեն հիշում, թե ինչ են արել, ինչպես են արել, որտեղից են հայտնվել իրենց կյանքում տառապանքները, չէ՞։ Եւ դա դառնում է հիմք, որ երբ որ իրենք գալիս են հոգևոր կյանք, սկսում են իրականում, ոչ թե հոգևոր կյանք, այլ հենց որ հավատում են, որ կա Աստված, սկսում են Աստծուն փաստացի մեղադրել բաների մեջ, որի հետ ինքը ոչ մի կապ չունի։ Մենք տեսանք, որ ուրեմն Տեր Բրահման ինքը երկրորդական արարչագործության ժամանակ առաջին հերթին արարեց հրաժարման սկզբունքները, այսինքն այս աշխարհից դուրս գալու հնարավորության սկզբունքները։ Բայց այդ սկզբունքները իրենք հրաժարվեցին ուրեմն նյութական աշխարհում սերունդներ տալու գաղափարից, որովհետև իրենք նախատեսված չեն նյութական աշխարհը ծաղկացնելու համար։ Իրենք նախատեսված են նյութական աշխարհից դուրս գալու համար։ Հիմա սիրելիներս, եւ ուրեմն մնացածը, չէ, մենք արդեն տեսանք, որ Տեր Բրահման ինքը մնաց չբավարարված, իր ունքերի մեջից ծնվեց Ռուդրան ինքը ենթարկվեց իր որ ցանկությանը եւ գնաց կոպիտ ասած բազբանալու։ Եվ երբ որ ինքը բազմացավ, իր ասերունդները իրենք ուրեմն եկան եւ աշխարհը բերեցին այն սահմանին, որ աշխարհը կանգնեց կլանման եզրին։ Եվ այդ ժամանակ Տեր Բրահման կանգնացրեց Ռուդրային։ Մենք հույսով եմ, որ բավականին լուրջ խոսացինք դրա մասին, որ իրականում հոգևոր մարդը ինքը պետք է ունենա վերաբերմունք կենդանի էակի ավիրելու կամ ոչնչացնելու սկզբունքի հանդեպ։ Որովհետև այդ սկզբունքը, ինչպես մենք հույսով եմ տեսանք, իրականում նյութական աշխարհում շատ կարևոր դեր է կատարում։ Եվ հոգևոր մարդիկ չպետք է ուրեմն հերքեն այդ սկզբունքի կարևորությունը, ինչպես դա արեց Բրահման։ Ինքը ուղղակի ասեց, որ դու պիտի սահմանափակես քեզ
Այսինքն չես կարող էլ այսպես ձեռքի տակիճը գնում է կուլ տալով գնաս առաջ, որովհետև այդպես նյութական աշխարհը ինքը ուղղակի կվերանա, ինչը որ եւ պատրաստում էին անել քո սերունդները։ Ռուդրան ինքը համաձայնվեց իր հոր հետ, սա էլ շատ կարևոր էր, որ ինքը չընդդիմացավ, թեկուզ եւ ինքը ջղայնության տրանսֆորմացիաների մարմնավորումն էր, բայց ինքը բացարձակապես մենք տեսանք, որ ոչ մի զայրության սիմպտոմներ ինքը չցուցաբերեց։ Խաղաղ հանգիստ վեր կացավ, ուրեմն եւ գնաց ճգնություններ անելու, այսինքն գնաց մտածելու, թե ինչ սահմաններ պիտի ունենա իր այդ ոչնչացնելու կամ տրանսֆորմացիայի ենթարկելու ուժը։ Դրանից հետո Տեր-Բրահման ինքը ուրեմն ունեցավ 10 որդիներ, որոնք իրենք մենք ձեզ հետ քննարկեցինք, որ դա ուրեմն առաքինության սկզբունքներն էին, 10 որդիներ իրենք բոլորը բրահմաններ էին, այսինքն քրմեր էին, հա, եւ ուրեմն սիրելիներս մենք ձեզ հետ քննարկեցինք, թե ինչպիսի նշանակություն ունեին նրանց անունները։ Եվ այսօր մենք շարունակում ենք այդ թեման, որովհետև այդ թեման մենք չենք ավարտել։ Ես տեքստը կարդամ, հա։ Նարադան ինքը ծնվեց Բրահմայի բանականությունից, որը Տեր-Բրահմայի մարմնի լավագույն մասն է։ Վասիշտան ինքը հայտնվեց Տեր-Բրահմայի շնչառությունից։ Դաքշան ուրեմն մեծ մատի իր ձեռքի մեծ մատից։ Բրիգուն իր մաշկից, Կրատուն իր ձեռքերից։ Պուլաստյան ուրեմն առաջացավ իր ականջներից, Անգիրան իր բերանից, Ատրին աչքերից, Մարիչին մտքից, իսկ Պուլահան նրա պորտից։ Կրոնը ուրեմն հայտնվեց նրա կրծքավանդակից, որտեղ որ ուրեմն արտահայտված է գերագույն Աստծո անձնավորությունը Նարայանան, այսինքն այն աստվածությունը, որը Տեր-Բրահմայի խոնարհման օբյեկտն է։ Իսկ բանը անաստվածությունը ինքը դուրս եկավ Տեր-Բրահմայի մեջքից, որտեղից եւ կենդանեակի մոտ գալիս է սարսափելի մահը։ Հա։ Ուրեմն մենք այստեղ կարող ենք վերաբերվել, այսպես, տեքստը ինքը ունի իր ուղղակի իմաստը։ Եվ այդ իմաստը ինքը կայանում է նրանում, որ այո, Տեր-Բրահման, որպես երկրորդական արարիչ, ինքը այսպես ձեռքերով չէր էլի ինչ-որ մի բան սարքում։ Հասկանում եք, այդ արարչագործության process-ը ինքը արիացիների կողմից ներկայացվում է այսպես, որ տեսեք, երբ որ դա խոսի ինքը սկզբնական արարչի մասին, չէ՞, այնտեղ կասվի, որ բավական էր, որ ինքը ցանկանար։ Եվ իր բոլոր էներգիաները իրենք սկսեցին գործել այնպես, ինչպես որ ինքը ուզում էր։ Եվ վերջում ինքը ուղղակի մի հատ հայացք էր գցում այդ էներգիաների կողմից հավաքած ուրեմն իրականությանը, չէ՞, եւ այդ իր հայացքով ադաբրալ էլի իր համաձայնություններ արտահայտում, հա, կամ ասենք գոհունակություններ արտահայտում, եւ եթե դա տեղի էր ունենում, ուրեմն այդ երևույթը ինքը սկսում էր գոյություն ունենալ։ Բայց մյուս կողմից մենք ձեզ հետ Բհագավատամը ուսումնասիրում ենք հենց իմաստի տեսանկյունից։ Ես տեսա, որ վերջին դասախոսության տակ ունկնդիրներից մեկը ինքը այդ հասնել, միջև վերջ չեմ կարծացել դեռ, բայց թվում է այդպես տպավորությունը եղավ առաջին նախադասություններից, որ ինքը այդ հարցներ քննարկում, որ ես քննադատում եմ հրեաների գաղափարախոսությունը եւ ուրեմն բան եմ անում, ասեք, բայց եւ խոսում եմ դրա մասին, որ արիացիների գրվածքները իրենք ունեն գաղտնագրեր, որոնք պետք է բացահայտվեն։ Ես կարծում եմ, որ դուք այդքան էլ ուշադիր չեք լսել, որովհետեւ իրականում գաղտնագրեր ունեն բոլոր սուրբ գրվածքները, հա, ինչ է Դավիթի Սասունցի Դավիթը ինքը գաղտնագրեր չունի, Սասնածռերը գաղտնագրեր չունեն կամ գաղտնագրեր չունեն,
բոլոր ժողովուրդների հեքիաթները։ Չէ՞, Պարկաստո մենք հեքիաթասաց ունենք, ով ինքը ներկայացնում է այդ իմաստը։ Մենք խոսում ենք իմաստների ճշգրտության մասին, հա, ոչ թե որ իմաստ չկա, ընդհանրապես մարդը ինքը ինչ էլ ուզում է խոսի, իր խոսածածի կամ գրածի մեջ ինչ որ իմաստ կա։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե այդ իմաստը ինքը լուծում է, ինչ խնդիր է լուծում, հասկանում եք։ Իհարկե, եթե մենք վերցնում ենք մանրամասնության տեսանկյունից, չէ, բոլոր ազգերն են իրենք ինչ որ մի իմաստություն ունեն։ Եվ այդ իմաստությունը ինքը ոչ թե միայն կարելի է, այլ անհրաժեշտ է հաշվի առնել։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, բայց երբ որ մենք խոսում ենք բացարձակ ճշմարտության մասին, չէ, իսկ մենք հիմա խոսում ենք Աստծո մասին։ Եվ ակնհայտ է, որ մեր ժամանակներում գոյություն ունեն այսպես կոչված սուր գրվածքներ, որոնք իրենք իրականում, այսպես ասեմ, էլի, Աստծո հետ ոչ մի կապ չունեն, բացի Աստված բառից։ Կամ չգիտեմ, որ Աստված ինքը հզոր է եւ վերջ։ Հասկանում եք, այդ տեսանկյունից, այո, մենք քննարկում ենք, թե ինչպիսի մոդել է առաջարկվում։ Հա, եւ տեսնում ենք, որ եթե մոդելը իր մեջ ինքը պարունակում է աստվածային ճշմարտություններին հակասող գաղափարներ, դա նշանակում է, որ այդ գրվածքը ինքը գրված է սովորական մարդկանց կողմից։ Սա է ընդամենը իմ ասածը։ Սովորական մարդկանց կողմից գրվածն էլ ինչ որ իմաստ ունի։ Այ ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ինչ իմաստ, այսինքն ինչ նպատակ են հետապնդել այն ազնվորությունները, որոնք գրանցել են հին կտակարան։ Մենք ընդամենը աստվածային տեսանկյունից քննարկում ենք այդ թեման։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, ու ես այնպես չի էլի, որ ես տրամադրված եմ անպայման ինչ-որ միտեղ թերություն փնտրելու։ Ես ուրախ կլինեմ, եւ ոչ թե միայն ուրախան եւ ցնծում եմ ուրախությունից, եթե հանկարծ որևիցե միտեղ հանդիպում եմ Աստծուն հարիր գաղափարներ։ Հիմա, սիրելիներս, ուրեմն, այստեղ այո, մենք ձեզ հետ քննարկում ենք Բաղավատամը իմաստի տեսանկյունից, չէ, եւ այդ իմաստի տեսանկյունից մենք պետք է հասկանանք, որ այս տեքստերը իրենք այո, իհարկե, կարելի է կարդալ որպես բիոլոգիա, եւ այդ բիոլոգիան ինքը հենց այդ դա է, որ ցույց տալիս, որ Տեր Բրահման ինքը նախասկզբնական արարիչը չի, ինքը ստացել է Գերագույն Աստծո ազնվորությունից այնպիսի մարմին, որ այդ մարմնից, այսպես ուղղակի դուրս էին գալիս ինչ-որ կենդանի էակներ, կախված սիտուացիայից։ Մենք դեռ կտեսնենք, էլի, որտեղ process-ը դեռ չի ավարտվել։ Մենք դեռ կտեսնենք, թե իր մարմնից ինչպիսի կենդանի էակներ դուրս կգան, չէ՞։ Ուրեմն, եւ այո, այսինքն տեքստը ինքը ունի բառացի իմաստը, որը ինքը բան է, նման է միֆոլոգիայի, չէ՞, որովհետեւ ասենք ասվում է, որ բան էլի, որ մարմնից կենդանի էակներ են դուրս գալիս։ Մենք մեր աշխարհում այդպիսի երևույթ չենք տեսնում, հա։ Բայց պետք է հասկանանք, որ հենց այո, այդ իմինը բիոլոգիայի իմաստով Տեր Բրահման ուներ անսովոր մարմին, եւ կարծում եմ, որ դա շատ բնական է, որովհետեւ ինքը երկրորդական արարիչն է։ Իհարկե ինքը ունի անսովոր ունակություններ։ Եվ մենք չենք կարող պահանջել, հասկանում եք, որպեսզի, ասենք, արարիչը ինքը ունենա մեր հնարավորությունները։ Ինչպես օրինակ բարոյականության կանոններին հետևողները, չէ, իրենք մտածում են, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքն էլ պարտավոր է ենթարկվի բարոյականության կանոններին, որպեսզի օրինակ ծառայի մարդկությանը։ Գերագույն Աստծո անձնավորության գոյությունը ընդհանրապես այդպիսի պարտականություն չունի։ Հասկանում եք, եւ Գերագույն Աստծո անձնավորության կյանքի իմաստը նյութական աշխարհում ապրող կենդանիներին օրինակ ծառայելը չի։ Այո, դրա համար, օրինակի համար ինքը ունի հատուկ մարմնավորում, որը եւ կատարում է այդ ֆունկցիան։
բայց նախնական Գերագույն Աստծո անձնավորության կյանքը ինքը ոչ մի կապ չունի նյութական աշխարհում ապրող կենդանի էակների հետ։ Հասկանում եք։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը իր մտերմիկ նվիրալների հետ վայելում է իր գոյությունը մաքուր սիրո հիմքի վրա։ Սա է նրա կյանքի ճշմարտությունը վերջնական։ Հա? Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ Վյասադևան ինքը հիմա քարտեզ է նկարագրում, հա, Տեր Բրահմայի գիտակցության հետ կապված։ Այսինքն, որ Տեր Բրահմայի մարմնի ամեն մի մասը, չէ, ինքը ինչ որ իմաստ ուներ, ինչ որ մի ֆունկցիա էր կատարում։ Եվ հենց այդ ֆունկցիայից էր, որ առաջանում էին իր այդ իմաստուն որդիները, հա? Այսինքն, այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ տիեզերքը ինքը հայտնվում է որպես կենդանի էակի գիտակցության, եթե կարելի է պայմանականորեն ասել, քարտեզ։ Միջև այդ Տեր Բրահմայից արարվեց Ռուդրան, չէ՞։ Եվ մենք տեսանք, որ չղեկավարված էներգիան ինքը կարող է ոչնչացնել աշխարհը։ Հիմա, ինչպես մենք արդեն մատնանշեցինք անցյալ անգամ, չէ՞, սկսվում է նոր փուլ, որը ինքը, ինչպես ես անցյալ անգամ էլ ասեցի, այլևս չի հենված ուժի վրա, հա, այլ հենված է որոշակի կենդանեակի գիտակցության որակների վրա։ Հասկանում եք։ Եվ այս իմաստով այդ իմաստունների ծնունդը ինքը ձեռք է բերում շատ կարևոր ուրեմն նշանակություն։ Հիմա տեքստը ինքը ասեց Նարադան ծնվեց Բրահմայի բանականությունից։ Մենք ձեզ հետ ուրեմն տեսանք, չէ, որ Նարադան ինքը դա գիտելիքը բաժանելու սկզբունքն է։ Հիմա, եթե ինքը գիտելիքը բաժանելու սկզբունքն է, ապա ինչ է նշանակում, որ հենց Նարադան ծնվեց Բրահմայի բանականությունից։ Այսինքն, սա նշանակում է, որ իրական առողջ բանականությունը ինքը երբեք բանականության ֆունկցիան ինքը երբեք չի ավարտվում այդ գիտելիքը կուտակելով, հա, այլ բանականությունը ինքը իր վերջնական ֆունկցիան, հա, իր բնական վերջնական ֆունկցիան ինքը արտահայտվում է, երբ որ կենդանեակը սկսում է կիսվել իր գիտելիքով։ Հա, ուրեմն մենք անցյալ անգամ տեսանք, քննարկեցինք, չէ, որ Նարադան ինքը այսպես եզրափակում էր իմաստունների ցուցակը, չէ, իսկ հիմա ուրեմն բան է ստացվում, ասեք տեքստը ինքը ասեց, չէ, որ Նարադան ինքը ծնվեց Բրահմայի բանականությունից, որը Տեր Բրահմայի մարմնի ամենալավ մասն էր, չէ, այսինքն ինչ ասեց հիմա Մայտրեյան Բրահմայի մասին, ինքը ասեց նրա մասին, որ բանականության ամենաբարձրագույն արտահայտումը դա ոչ թե իմանալն է, այլ գիտելիքը զարթնացնել նաև ուրիշների մեջ։ Հասկանում եք։ Եվ այստեղ իհարկե, ասենք, մենք պետք է փորձենք հասկանանք, թե ինչու ասվեց, որ դա, այսինքն բանականությունը, դա Տեր Բրահմայի մարմնի լավագույն մասն էր, հա։ Ну, առաջի հերթին, որովհետև Տեր Բրահման հենց ինքը բանականության մարմնավորումն է, չէ՞։ Երկրորդը դա նա է, որ բանականությունը ինքը իրականում դա բան էլի ամեն ինչը ղեկավարող օրգանն է, չէ՞, որտեղ
ինքն է ձևավորում հասկացողություն, ինքն է ձևավորում իր ֆունկցիաներն են, չէ՞, ճիշտ հասկացողություն, սխալ հասկացողություն, կասկածանք, չէ՞, քուն եւ հանգիստ եւ հիշողություն։ Հիմա սա, երբ որ մենք խոսում ենք հասկացողություն, սխալ հասկացողություն, կասկածանք այս երեք ֆունկցիաների մասին, դա այդ գիտելիքի հիմքի վրա, չէ՞, այսինքն ինքը փորձ է կուտակում զգայարանների միջոցով, միտքը ընդունում է այդ ինֆորմացիան ուղարկում է բանականությանը, որպեսզի բանականությունը ինքը բանանի ինչ-որ մի հասկացողության գա, չէ՞։ Հիմա, երբ որ ինքը ինչ-որ մի հատ հասկացողության է գալիս, դա նշանակում է, որ ինքը իր մեջ ձևավորում է արժեքային համակարգ։ Եվ կենդանի էակը ինքը սկսում է շարժվել համապատասխան այդ արժեքային համակարգի։ Հիմա Եվ այո, սա իհարկե խոսում է դրա մասին, որ այդ տեսանկյունից, որ այդ կենդանիակը ինքը ենթարկվում է իր արժեքային համակարգին, չէ, բանականությունը դա, այսպես ասենք, էլի գերագույն վերջին ուպրավլենիա, գերագույն ղեկավարության օրգանն է, ամբողջ մնացած բոլոր ֆունկցիաների վրա, չէ՞։ Եվ դա է պատճառը, որ այսինքն դա է, որ այսպես էլի մենք կարողանում ենք հասկանալ, որ պատահական չի, որ Նարադան ինքը հետո դարձավ ամբողջ տիեզերքի ուսուցիչը։ Երկրորդը Վասիշթան էր։ Եթե դուք հիշում եք, չէ, Վասիշթան ինքը հոգևոր կատարելության սկզբունքն էր։ Հիմա եւ ասվեց, որ Վասիշթան ինքը Տեր Բրահմայի շնչառությունն էր։ Եվ սա շատ հետաքրքիր սիմվոլ է։ Ինչ է նշանակում շնչառությունը, չէ՞։ Շնչառությունը դա այն է, ինչը որ մշտական պահպանում է մեր կյանքը, չէ՞։ Կյանքը պահպանող 3 սկզբունք կա։ Շնչառությունը, արյան շրջանառությունը, որը ապահովում է սիրտը, չէ, եւ ուտելիքը, սնունդը։ Հիմա եւ այստեղ խոսացվեց դրա մասին, որ Վասիշթան, որը ինքը, այսպես էլի, իրական խորը իմաստուն էր եւ հենց իմաստության մեջ է կայանում կենդանեակի կատարելությունը, չէ։ Եվ հիմա մենք հասկացանք, որ իսկական իմաստությունը ինքը կյանքը պահպանող, ապահովող սկզբունքներից մեկն է։ Չէ՞։ Դրա այսինքն այդ բանը, որ ինքը հենց իմինը շնչառությունն էր, հա։ Այստեղ ուրեմն մենք պետք է հասկանանք, որ այդ սկզբունքի մասին է, որ իրականում իմաստության մեջ կատարելության հասնելը դա կենդանեակի շնչառությունն է, իր կյանքը ապահովող կամ հոգևոր մարդու, հոգևոր կյանքի շնչառությունն է, իմաստություն ավելացնելը։ Այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք ոչ մի կերպ, ոչ մի պարագայում չեն աջակցում այն գաղափարին, որ հոգևոր մարդը ինքը կարող է լինել սենտիմենտալ։ Ինքը կարող է ամենասկզբնական շրջանում, ինքը կարող է գալ այ որպես սենտիմենտալ, բայց հոգևոր կյանքի շունչը, շունչ տվողը, կյանք տվողը հոգևոր կյանքին, դա ով ուզում ես եղի, ուզում ես սենտիմենտալիստ եղի, ուզում ես, չգիտեմ, ինչ-որ անկապ արժեքային համակարգի կրող եղի, բայց երբ որ դու մտար հոգևոր կյանքի մեջ, հոգևոր կյանքի ընթացքում դու պետք է առաջին հերթին զբաղվես իմաստությունդ ավելացնելու գործով, այսինքն գիտելիքը ուսումնասիրելու գործով։ Հասկանում եք, եւ մենք դա Բhagavad Gita-ում նույնպես տեսնում ենք, որ այնտեղ շատ մեծ շեշտ է տրվում։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ արիական քաղաքակրթությունը այլ կերպ կոչվում էր բրահմանիկական քաղաքակրթություն, իսկ բրահմանները իրենք գիտելիքը պահպանողներն էին։ Հասկանում եք, եւ գիտատեխնիկական իմաստով եւ հոգեվոր։ Հա, այսինքն Վասիշթան ինքը ծնվում է բանականության այդ կյանքի ուժից։
Հիմա ասվեց երևի թե ամենաանհասկանալի բանը դա էր, որ ասվեց, որ Դաքշան կամ զոհաբերությունը ինքը ծնվեց մեծ բրահմայի մեծ մատից։ Մենք դες հետ կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում, մի թեթև խոսեցինք դրա մասին, չէ, որ իրականում մեր ձեռքերի մեջ մեծ բութ մատը ինքը շատ կարևոր ֆունկցիա է կատարում, որտեղ եթե չկա այս մատը, մենք շատ դժվարանում ենք որևիցե բան բռնելը, այսինքն ձեռքը ինքը միանգամից, ուրեմն այդ գործելու ունակության մեջ շատ այսպես կտրուկ անկում է ունենում հնարավորությունների, չէ, ասենք, տեսեք, օրինակ, եթե ես ունեմ բութ մատ, ես ինչքան հեշտ եմ բռնում բաժակը, հիմա ես չունեմ բութ մատ, հնարավոր չի, չէ՞, că ես պետք է շատ տրենիրովկաներ անեմ, որ սովորեմ, որ այսպես բռնեմ։ Իսկ այսպես ինքը այսպես բնականից ինքն իրան շարժումը գնում է, չէ՞, այսինքն որ Դաքշան, այսինքն զոհագործությունները, դրանք ապոռը, բանը, հիմք չէ։ Մի րոպե կներեք, այդ բառը պիտի նայեմ։ Շատ կարևոր բառ է։ Մեկ այնպեսի բառեր եք կորում, վաղուց չի օգտագործեն, հա? Այսինքն այդ զոհագործություններ կատարելը դա հոգևոր կյանքի հենարանն է։ Եվ սա ինքը շատ կարևոր գաղափար է, այսինքն մենք հիմա կարողանում ենք հասկանալ, չէ, թե որպեսի բանականությունը ինքը ճիշտ այսպես ճիշտ հասկացողություն զարգացվի հոգևորի մեջ, չէ, եւ ճիշտ եզրակացությունների գա, ճիշտ արժեքային համակարգ ձևակերպի, այդ թե ինչը ինչի համար պիտի ծառայեցվի, հա, եւ Դաքշան, որը ինքը զոհագործություններ կատարող էր, մենք շուտով կմտնենք իր մասին շատ մեծ եւ գեղեցիկ պատմության մեջ, հա, ուրեմն ինքը այդ հենարանն է, որովհետեւ առանց նորից եմ կրկնում, առանց բութ մատի ինքը այս ինքը ձեռքի թաթը, ուրեմն շատ մեծ կորուստ է ունենում իր ֆունկցիաների մեջ, չէ՞։ Մենք դες հետ քննարկեցինք, որ Դաքշայի անունը ինքը նշանակում է հմուտ, եւ այդ ձեռքին հմտությունը տալիս է հենց բութ մատի առկայությունը։ Հասկանում եք, եւ սա շատ հետաքրքիր բան է, ուրեմն եւ այդ հմտությունը հոգևոր կյանքում բաները, ասեք, ունակությունները տալիս են զոհագործությունները։ Բրիգուն ինքը հոգևոր փառքի, հա, հոգևոր փառքի այդ փառքը ինքը միշտ կենդանիակին դարձնում է երևացող աստղ, չէ՞։ Մի այդ բանավորումն է եւ ասվեց, որ ինքը ուրեմն դա մաշկն է։ Սա հատուկ ինչ-որ հետաքրքրություն է ներկայացնում իրենից այս սկզբունքը, չէ՞։ Ինչու համար, որովհետեւ մաշկը ինքը դա մենք այս ժամանակ քննարկեցինք, չէ, որ ինքը ներքինը մեջը եղածի եւ արտաքին աշխարհի այդ սահմանը հաստատողն է։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն այն ամեն ինչը ինչ որ իմ մարմինն է, ինքը տեղադրված է մաշկի մեջ։ Այդ իմաստով մենք կարող ենք ասել, որ մաշկը համարյա թե կենդանեակի մարմնի տոպրակն է։ Բայց եւ կենդանեակը ինքը այսպես էլի ասիզանիա, այսինքն ինքը դիպչում է, հա, ինքը դիպչում է արտաքին աշխարհին հենց մաշկի միջոցով։ Աչքի միջոցով մենք տեսնում ենք աշխարհը, ականջի միջոցով լսում, հա, քթի միջոցով հոտար, լեզվի միջոցով ծանոթանում ենք աշխարհի համերի հետ, բայց հպվում ենք աշխարհի հետ
ուրեմն բանով, մաշկի միջոցով, հա? Եվ ուրեմն, և մաշկի միջոցով մենք կարողանում ենք բանանել, էլի, որոշել նյութական աշխարհի օբյեկտների ստրուկտուրան, չէ, բանը, էլի ասենք, օրինակ, ես ձեռք եմ տալիս, ասենք սա, չէ, տեսնում եմ, սա բան է, հարթ է, մի թեթև սառն է, չէ, հասկանում եք, այսինքն ինքը ինչպիսին է, նյութը ինքը ինչպիսին է, այսինքն բրիգուն ինքը դառնում է այն բանը, այն սկզբունքը, որի միջոցով կենդանի էակը կամ բանականությունը ինքը կարողանում է ստուգել այս աշխարհի որակը։ Հասկանում եք։ Եվ հիմա պետք է փորձենք հասկանալ, թե այս ամեն ինչի մեջ ինչ կապ ունի փառքը։ Մենք ձեզ հետ խոսեցինք դրա մասին, որ հոգևոր կյանքը տարբեր դարաշրջաններում կենդանեակին տարբեր դիրք է տալիս։ Նյութական աշխարհը արիացիները բաժանում են 4 փուլերի, ժամանակը բաժանում են 4 փուլերի, եւ այդ 4 փուլերից 3 փուլերում գոյություն ունի իրական հոգևոր դաշտ։ Ոսկե դարաշրջանում այդ հոգևոր դաշտը ինքը կազմում է տիեզերքի մեծ մասը, այսինքն տիեզերքի մեծ մասը այդ ժամանակաշրջանում լրջորեն խորասուզված է ինքնաիրականացման պրոցեսների մեջ։ Արծաթե եւ բրոնզե դարաշրջաններում ծնվում են այն կենդանեակները, որոնք իրենք հոգևոր կյանքում դեռ չեն հասել կատարելության։ Որն է կատարելությունը հոգևոր կյանքի։ Հոգևոր կյանքի կատարելությունը ինքը կայանում է նրանում, որ ազնվորությունը ինքը վերջնականում միայն հոգևոր նպատակ է հետապնդում, զբաղվելով հոգևոր կյանքով։ Մնացած բոլոր դեպքերում կենդանեակը ինչ-որ տոկոսայնությամբ զբաղվում է հոգևոր կյանքով հանուն հոգևոր զարգացման և հանուն նյութական արդյունքների։ Արծաթյա դարաշրջանում կա ինչ-որ մի քանակի, մոտավորապես այսպես էլի 70-30, 70-40, այսինքն կեսը կեսի վրա չի, հա, կամ ամենացածը դա կեսը կեսի վրան է, այսինքն երբ որ հոգևոր կյանքում այսպես կեսով հետաքրքրվում են հոգևոր զարգացմամբ և կեսով հետաքրքրված են նյութական ուրեմն արդյունքների մեջ։ Հիմա սիրելիներս, չէ, և դրանից հետո, չէ, ինքը գալիս է բրոնզե դարաշրջան, որտեղ կրոնականությունը ինքը նույնպես կա, սա շատ կարևոր է, իրական կրոնականությունը ինքը նույնպես կա, բայց կա արդեն, այսպես էլի, 50%-ով շահագրգռված նյութական արդյունքների մեջ։ Եվ կա 4-րդ դարաշրջանը, որում մենք ձեզ հետ ապրում ենք, որտեղ ինքը հայտարարված է աստվածամերժերի դարաշրջան։ Աստվածամերժերի դարաշրջանում իրական կրոնական դաշտ չկա։ Կրոնական դաշտը ինքը աղավաղված է, կրոնական դաշտը ինքը մասնատված է, և կրոնը մարդկության կողմից շահագործվում է միայն և միայն նյութական շահերի իրականացման համար։ Հիմա, տեսեք, և այստեղ, չէ, այդ փառքի գործոնը ինքը դառնում է շատ կարևոր։ Ինչու ես հիշեցի ժամանակաշրջանը, որովհետև տեսեք, բոլոր այն դարաշրջաններում, որտեղ կա իրական հոգևոր դաշտը, դա կա հոգևոր պետություն, հոգևոր կայսրություն կա, հա, այսինքն, երբ որ կա իրական հոգևոր դաշտը, այդտեղ կենդանի էակը ինքը իր հոգևոր զարգացման աստիճանին համապատասխան փառք ունի։ Եվ ինչպես որ օրինակ սատանիստական, եթե մենք մեր ժամանակակից լեզվով ասենք, հա, սատանիստական կայսրությունները կամ պետությունները, չէ,
իրենք փառք են տալիս արատավոր անձնավորություններին։ Հասկանում եք։ Եվ մենք սովորական մարդիկ, ովքեր որ հաջողություն չունեն, մենք նայում ենք այդ արատավոր անձնավորություններին եւ նախանձում ենք նրանց ուրեմն արդյունքներին, որտեղ մենք ինչ ենք ուզում։ Մենք ինքներս էլ աստվածամեժության դարաշրջանի կենդանի էակներ ենք, եւ դա նշանակում է, որ մենք ինքներս էլ երազում ենք հենց արատավորությունը իրականացնելու համար փառք ու դիրք ու չգիտեմ, իշխանություն եւ հարստություն ունենալու համար։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ լավագույն դեպքում, այդ լավագույն դեպքում մարդը ինքը ինչ որ մի կրոնականության մեջ ինչ որ շարժումներ է անում, միայն մի նպատակով, որպեսզի ինքը ապրի այդ հաջողության մեջ, ապրի արատավոր, չէ՞։ Այսինքն, չգիտեմ, գողանա չգիտեմ, առավոտից երեկո սիրուհիներ խաղացնի, չգիտեմ, կամ կանայք սիրեկաններ խաղացնեն, ոչ մի տարբերություն չկա, չէ՞։ Այսինքն անբարոյականության մեջ կյանք վարի, հետո կրոնականության մեջ օրինակ եկեղեցիներ սարքի։ Ինքը ինչի համար է դա անում։ Ինքը ոչ չի անում, որտեվ ինքը մաքուր է։ Ինքը անում է, որ իրան, նավսյակի էլի, բա եթե հանկարծ Աստված կա, մեղքերի թողություն ստանալու համար։ Սա իրական հոգևոր կյանքի հետ բարձր որ ոչ մի կապ չունի, չէ՞։ Եվ տեսեք ասենք, եւ այ կախված նրանից թե կենթանիակը ինքը որ դարաշրջանում է ծնվել, չէ՞։ Ուրեմն իր հոգևոր կյանքն էլ համապատասխան արդյունք է տալիս հենց փառքի տեսանկյունից։ Աստվածամեժության դարաշրջանում իրական հոգևոր մարդիկ, ես դրա մասին արդեն անցյալ անգամ կարծեմ խոսեցի, ուրեմն իրական հոգևոր մարդիկ տանջամահ են արվում, հա, դրա վառ օրինակն են Հիսուսը եւ նրա ուրեմն անկեղծ հետևորդները, եւ ուրեմն ծաղկում է արատավորությունը։ Իսկ այսինքն իրական հոգևոր մարդկանց, որոնք ձգտում են մաքրության, հայտարարում են, իսկ ուրեմն արատավոր ազնվորությունների, որոնք իրանք ձևացնում են, որ իրանք կրոնական են, տալիս են փառք եւ պատիվ։ Մնացած դեպքերում, երբ որ կա իրական կրոնական տարածքը, չէ, այդ իրական կրոնական տարածքի մեջ իրական հոգևոր մարդիկ պարտադիր ունենում են բարի փառք։ Եվ սա է կմաշկը, այսինքն թե ինչով են հոգևոր մարդիկ շփվում նյութական աշխարհի հետ։ Եթե իրենք ունեն համապատասխան իրենց մաքրության փառք, իրենք հնարավորություն են ստանում, ուրեմն աջակցել ուրիշ կենդանիակներին, որպեսզի իրենք էլ կարողանան հաստատվել մաքրության մեջ։ Եթե իրական սրբերին, ուրեմն խայտարակում են, ապա բնականաբար ընդհանուր հասարակությունը ինքը կորցնում է իրական մաքրության մեջ հաստատվելու իր հնարավորությունները։ Եվ այդ դեպքում մենք այլևս չենք կարող խոսել նրա մասին, որ այդ տարածքը, այդ անձնավորությունը, այսպես զրոյից սկսենք, հա, այդ անձնավորությունը, այդ ընտանիքը, չգիտեմ, այդ ազգը, այդ պետությունը չի կարող այլևս մտածել, որ ինքը կարող է Աստծո կողմից պաշտպանված լինել։ Հասկանում եք։ Եվ այստեղ այդ փառքի գործոնը ինքը շատ հետաքրքիր գործոն էր։ Հաջորդը դա կրատուն էր, այսինքն ինքը այդ վճռականությունն էր, չէ՞, մենք խոսեցինք, որ ինքը վճռականությունն է եւ այդ էլի, երբ որ ազնվորությունը ինքը կարող է իրան զոհաբերի ինչ որ բանի համար, չէ՞։ Եվ հիմա այստեղ ասվեց, որ կրատուն ինքը ուրեմն հոգևոր կյանքի կամ բանականության այդ իմաստուն բանականության երկու ձեռքերն են։ Հիմա ձեռքերի միջոցով կենդանիակը ինքը գործում է։ Մենք ունենք երկու գործող, հատկապես այսպես շատ ակտիվ գործող բաներ, չէ, օրգաններ, դա ձեռքերն են եւ ոտքերը։ Ոտքերի միջոցով մենք տեղափոխվում ենք, ձեռքերի միջոցով մենք ինչ-որ բաներ ենք պատրաստում։ Չէ՞։ Հիմա ուրեմն այստեղ մենք տեսանք, որ վճռականությունը դա հոգևոր կյանքի
ուրեմն ձեռքերն են, այսինքն որի միջոցով եւ այդպես չէ, իրականում վճռականությունն է, որ կենթանիակին բրդում է դեպի գործողություններ։ Վճռականությունը ինքը իրականացվում է գործողությունների, դա ուրեմն այ ձեռքերն են, գործող զգայարան։ Հաջորդը դա Պուլաստյանն էր, չէ, Պուլաստյան ինքը մենք ասեցինք, որ տրադիցիաների պահապանն էր եւ ինքը գիտելիքի, հա, այսինքն գիտելիք տեղափոխելու սկզբունքն է, չէ, եւ այո, գիտելիքը ինքը տեղափոխվում է լսողության միջոցով, ես հիմա խոսում եմ, դուք ինձ լսում եք, չէ, եւ ցանկացած գիտելիք ինքը տեղափոխվում է այսպես բառի միջոցով, այսինքն վիբրացիայի։ Հիմա, չէ, եւ տեսեք, այո, իհարկե, գիտելիքի տեղափոխումը ինքը սկսվում է լսողության միջոցով եւ ուրեմն ձեռք է բերվում տարբեր միջոցներով, բայց տեղափոխվում է լսողության միջոցով։ Եվ դրա համար է, որ ասվեց, որ իսկ այդ գիտելիքը տեղափոխելը ինքը իհարկե ուրեմն կախված է ականջների հետ։ Եվ այդ սկզբունքը ինքը ծնվեց Տեր Բրահմայի ականջներից։ Այսինքն ոչ թե բառերից, այլ լսողությունից։ Հա? Հիմա մյուսը դա անգիրան էր։ Անգիրան ինքը մենք խոսեցինք նրա մասին, որ դա հոգևոր մարդու ներքին կրակն է, չէ, ներքին կրակն է, որի միջոցով իր մեջ այրվում է տգիտությունը։ Ես մշտական խոսում եմ դրա մասին, որ արիացիները իրենք շատ խիստ պնդում են այդ հանգամանքը, որ բոլոր արատները, որոնք արտահայտվում են կենթանիակի մեջ, իրենց հիմքում ունեն ուրեմն այդ է, որ կենթանիակը ինքը ուղղակի տգետ է։ Այսինքն տգիտությունից է առաջանում մնացած ամեն ինչը։ Եվ այդ ներքին կրակը, որը ինքը այրում է ուրեմն այդ ներքին տգիտությունը, չէ, ինքը շատ կարևոր բան է, շատ կարևոր սկզբունք է, չէ, հիմա տեսեք, բերանը ինքը այդպիսի տեղ է, չէ, որի միջոցով կենթանիակը ինքը խոսում է, այսինքն ռեչ, խոսք արտաբերող օրգան է, չէ, որի միջոցով մենք կարողանում ենք աղոթել, որի միջոցով մենք կարողանում ենք սովորեցնել, չէ, եւ ընդունել կերակուր։ Եվ արիացիները իրակ միշտ ասում են, չէ, որ ստամոքսի մեջ կա կրակ։ Այսինքն ինչու համար, որտեղ երբ որ ստամոքսը ինքը սկսում է մասողական process-ը, չէ, ստամոքսը ինքը տաքանում է։ Եթե կա տաքություն, դա կրակի արտահայտումն է։ Այսպես բոցերը, չէ, բայց դա արդեն կրակի արտահայտումն է։ Կա ինչ-որ մի բան, որը տաքացրեց, չէ։ Եվ ուրեմն այդ ներքին կրակը, չէ, գիտելիքի կրակը, ինքը շատ լավ ցույց է տալիս, թե ուրեմն այ որտեղ է գտնվում այն կրակը, որը ինքը այրում է կենթանիակի ներքին ուրեմն բաները, ասեք, ներքին բան, տգիտությունը, հա? Որովհետև ինչ ասվեց, որ անգիրան ինքը ծնվեց Տեր Բրահմայի բերանից։ Հասկանում եք, եւ այդ կրակը ինքը այդ խոսքն է, ինքը խոսքն է, որի միջոցով հաստավորությունը ինքը տեղափոխում է գիտելիք, եւ այդ գիտելիքը ինքը այրում է դիմացինի մեջ գտնվող ուրեմն տգիտությունը։ Մյուսը դա ատրին էր։ Ասվեց, որ ատրին դա բանն է, ասեք, 3 գունաներից, 3 գոյավիճակներից ազատ վիճակն է, չէ՞։ Եվ ատրին
ինքը ասվեց, որ ծնվեց Տեր Բրահմայի աչքերից։ Եվ սա ինքը շատ էսպես բաների գեղեցիկ սիմվոլ է, չէ՞։ Այսինքն այն ազնվորությունը, որը ինքը ազատ է այդ երեք, ես միշտ չեմ ասում, չի ասում, երբ որ մենք խոսում ենք գոյավիճակների մասին, մենք խոսում ենք նրա մասին, որ կենդանեակի ակնոցների ապակին ինչ որ գույն ունի։ Հիմա, եթե պատկերավոր ասենք, առաքինության մեջ ինքը կարող է ունենալ սպիտակ, ոսկի, դեղին գույն, հա? Չգիտեմ, գրքերի գոյավիճակի մեջ հիմնական ամենայսպես ցայտուն գույնը ինքը կարող է ունենալ կարմիր գույն։ Տգիտության գոյավիճակի մեջ ինքը կարող է ունենալ սև կամ մուգ կապույտ գույն։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, երբ որ ազնվորությունը ինքը գոյավիճակների ազդեցության տակ է գտնում, մենք ինչ ասեցինք, ինքը վատը, ինքը սխալ է տեսնում այս աշխարհը։ Ինքը այս աշխարհը տեսնում է իր գոյավիճակի գույնի միջով։ Հասկանում եք։ Դրա համար Ատրին ինքը ծնվեց աչքերից։ Եվ Ատրին ինքը երեք գոյավիճակներից ազատ լինելու սկզբունքն է։ Այսինքն, որ այդ ազատությունը, չէ, ինքը աչքերին է տալիս յուրահատուկ տեսողություն։ Մենք դրա մասին խոսացել ենք, եւ ես դրա համար էլ Ատրին ինքը ծնվեց Տեր Բրահմայի աչքերից։ Չէ՞։ Մենք պետք է հասկանանք, որ ազատագրման, այն ինչ որ արիացիներ իրենք համարում են ազատագրում, այդ ազատագրման սկիզբը ինքը սկսվում է ճիշտ տեսողությունից։ Հասկանում եք։ Տեսեք օրինակ, եւ մենք հենց այդպես էլ ասում ենք, չէ՞, ասում ենք, մենք երբեք չենք ասում, ես լսեցի ճշմարտությունը կամ չգիտեմ ինչ։ Մենք ասում ենք, ես ճշմարտությունը տեսա։ Այդ դաժե եթե ոչ մի բան չունենք, ինքն իրանով մեխանիկորեն, մենք երբ որ խոսում ենք ճշմարտության մասին, մենք ասում ենք, ես պարզ ճշմարտությունը տեսա։ Կամ լավագույն դեպքում հասկացա։ Հասկանում եք։ Եվ վերջինը դա Մարիչին էր, որը ինքը գիտելիքի լուսավորվածության մանրավորումներ, չէ, այսինքն լույսի շող։ Եվ ինքը ծնվեց Տեր Բրահմայի մտքից։ Այսինքն դա հենց միտքն է, որը ինքը այդ պատկերավոր ասած, այդ առաջի լույսն է մտցնում, այ որ աշխարհը ինքը երևա, արտահայտված դառնա, հա? Դա հենց Մարիչին է։ Հասկանում եք։ Չէ, եւ դրա համար էլ ինքը ծնվեց ուրեմն մտքից։ Հիմա Պուլահան ինքը ուրեմն դա ներքին աճն է, չէ, որը ինքը ծնվեց Տեր Բրահմայի պորտից։ Իրականում ասենք պորտը, էզոտերիկան նույնպես դա թվում է, որտեղ էզոտերիկան ծնվել է հոգևորից, ուղղակի ժամանակակից աշխարհում աստվածամեժության դարաշրջանում էզոտերիկան եւ հոգևորը իրանից տարանջատել են դիտավորյալ, որպեսզի հոգևորած մարդիկ իրանք ուժ չունենան պաշտպանվելու, երբ որ էզոտերիկայից օգտվում են սև ուժերը։ Եվ իրանք դիմակայեն միայն աղոթքի միջոցով։ Իսկ աղոթքը ինքը ընդունվում է, այնտեղ շատ պայմաններ կան, որով Աստված, թե Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչի հիմքի վրա է ընդունում աղոթքը, ինչի հիմքի վրա է աջակցում, պաշտպանություն տալիս եւ այլն եւ այլն, չէ՞։ Այսինքն եթե այսպես ընդհանուր ասեմ, ապա ընդհանուր սկզբունքը ինքը այնպես է, որ եթե Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պարզ գիտակցում է, որ կենդանեակը եթե ինքը պաշտպանություն ստանա, ինքը անմիջապես դրանից հետո շարունակելու է ապրել մեղքերի մեջ թաղված կյանքով, ատելության, նախանձի, ջղայնության, ագահության հիմքի վրա, հա, ապա իհարկե Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ուրեմն պաշտպանության մեջ ձեռք չի մեկնում։
Եթե ինքը տեսնում է, որ կենդանիակը ինքը տրամադրված է, համենայն դեպս տրամադրված է փոխել իր պահելաձևը, վերանայել իր պահվածքը եւ այլն, ապա այնտեղ գիրագույն աստվածավորություն ինքը բավականին լուրջ ուրեմն քայլերի կարող է դիմել, որպեսզի այդպիսի աստվածավորությանը պաշտպանի։ Չէ՞, հիմա եւ ուրեմն այս տեսանկյունից մենք ունենք Պուլահային, որը ինքը ծնվեց սպորտից, հա, եւ ես դրա շեղվեցի, որովհետեւ բանալիցի, որ ասեմ, որ եւ ուրեմն հոգևոր դաշտը եւ էզոտերիկան ինքը ընդունում է, որ սպորտը դա շատ կարեւոր ուրեմն կետ է մարդու մարմնի մեջ եւ դա է այն սնվելու բանը, չէ, կենտրոնը, երբ որ կենդանիակը ինքը գտնվում է դեռ իր մոր արգանդի մեջ, հա։ Մենք տեսանք, որ Պուլահան ինքը ներքին աճի, հա, ներքին աճի սկզբունքն է, հա, իսկ ներքին աճը տեղի է ունենում արգանդի մեջ, ներքին, հա, եւ հենց պորտալարի միջոցով։ Հենց դրա համար էլ Պուլահան ինքը ծնվեց ուրեմն Տեր Բրահմայի պորտից։ Եվ այսպիսով, չէ, ավարտվեց Տեր Բրահմայի որդիների նկարագրությունը, այսինքն այն նկարագրությունը այն սկզբունքների, թե, ասենք, ինչ սկզբունքներ էին մարմնավորում այդ որդիները։ Եվ 25-րդ տեքստում, չէ, Մայթրեյան ինքը սկսեց նկարագրել արդեն թե ինչ երևույթները, որ տեղից ծնվեցին, չէ։ Այստեղ կոնկրետ ծնվում էին հենց տղաները, Մարիչին, Ատրին, Անգիրան եւ այլն, չէ։ Հիմա տեսեք, իսկ այստեղ արդեն երևույթները սկսեցին բանարվել, չէ, թվարկվել, եւ ասվեց կրոնը ինքը ծնվեց Տեր Բրահմայի կրծքից։ Ինչու՞։ Որովհետեւ այնտեղ է գտնվում գերագույն Աստծո անձնավորությունը, Նարայանը։ Հա։ Կրծքավանդակում գտնվում է սիրտը։ Այստեղ էլի գտնվում է սիրտը։ Այստեղից ծնվեց կրոնը։ Հա։ Եվ ուրեմն Վեսադևան ինքը միանգամից բացատրեց, որ այդտեղ էլ նաև գտնվում է Նարայանան։ Եվ այս սրա մեջ է կայանում պատասխանը։ Հա։ Հասկանում եք, այսինքն կրոնականությունը ինքը չի կարող ծնվի սովորական կենդանի էակի բանականությունից։ Մենք միշտ քննարկել ենք, ես հիմա նորից ստիպված եմ լինելու ձեզ հիշեցնել, որ մարդու կողմից հնարված կրոնական սկզբունքները միշտ անխտիր իրենց մեջ պարունակում են շովինիզմի էլեմենտներ։ Հա, որտեղ մարդը կամ հիմնականում այդպիսի գրվածքները գրում են տղամարդիկ, դրանով թողինակիցներ են, բայց ես այստեղ պետք է իրանք շեշտեմ հիմնականում, ասենք, երբ որ տղամարդիկ իրանք են գրում սուրբ գրվածքներ, իրանք արտահայտում են կամ մարդկային շովինիզմ, այսինքն մարդուն դասելով բնության մեջ ամենաբարձրը եւ ուրեմն բարձիթող իրավունքներ ունեցող, որ ինքը ինչ ուզի կարող է անի, չէ, կամ արդեն տղամարդու հետ կապված, տղամարդկային մարմնի հետ կապված շովինիզմով, որտեղ տղամարդը փաստացի ինքը իրեն հայտարարում է Աստված։ Բայց որտեղ այդպես չի կարող միանգամից ասի Աստված, ինքը անում է մի ուրիշ քայլ, ինքը ասում է Աստծո ներկայացուցիչը։ Հասկանում եք, եւ դրա տակ իրականացնում իր բոլոր ուրեմն արատները։ Հիմա, այսինքն հենց դա է սիմվոլը, որ կրոնականության սկզբունքները իրանք չեն կարող լինել կենդանի էակի բանականությունից, որտեղ դա միշտ իր մեջ պարունակելու է կեղծիք։ Հասկանում եք, հիմա իսկ որտեղից է առաջանում կրոնականությունը։ Այսինքն կրոնականությունը ինքը չի առաջանում օրենքներից, ինտելեկտը ինքը դա է հորինում, ինքը հորինում է, առաջարկում է օրենքներ, ինքը առաջարկում է այդ օրենքների մեջ վախ, պատժի առաջ,
չէ։ Իսկ այստեղ արիացիներն իրենք ասում են իրական կրոնականությունը ինքը ծնվում է Աստծուց, այնտեղից, որտեղ որ ապրում է Աստված։ Իսկ կենդանի էակի մեջ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արտահայտված է սրտում։ Ինքը այնտեղ գերհոգու տեսքով այնտեղից է հետևում, թե կենդանիակը ընդհանրապես եւ իր ներքին աշխարհում եւ արտաքին գործողությունների մեջ ինչով է զբաղված, չէ՞։ Եվ սա ինքը իրականում այս պնդումը ինքը այս բոլոր տեքստերի այս կոմպլեկտի մեջ այսպես էլ ամենակարևոր պնդումն է։ Հա? Այսինքն, որ իրական կրոնականությունը ինքը ոչ թե օրենքներ է, որը կարող է հորինել մարդու բանականությունը, այլ իրական կրոնականությունը դա այն է, երբ որ գերագույն Աստծո ազնվորությանը թույլ է հնարավորություն է տրվում արտահայտվել մեր սրտի մեջ։ Հասկանում եք։ Այսինքն, որ կրոնականությունը ինքը ծնվում է սրտից, այսինքն սիրուց, իրական կրոնականությունը ինքը ծնվում է սրտից, այլ ոչ թե օրենսդրությունով։ Երբ որ Սուրբ գրվածքը գրվում է տղամարդը, ինքը Սուրբ գրվածքը վերածում է օրենսդրության, իշահ իր դիրքի։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ ասվեց, որ աստվածամերժությունը ինքը ծնվեց Տեր Բրահմայի մեջքից։ Եվ ընդհանրապես ինչ է նշանակում մեջքը։ Մեջքը դա այն է, ինչ մեր հետևում է, հա, եւ ինչ է, որ մենք չենք կարողանում տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում։ Այսինքն, մեջքը դա այն տարածքն է, որը գտնվում է մեր տեսողությունից դուրս։ Հասկանում եք։ Մյուս կողմից մեր մեջքն են գնում նրանք, ովքեր որ շուռ են եկել մեզանից, հեռացողները։ Հասկանում եք, չէ՞։ Եվ օրինակ ըստ ինձ սա շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ սիմվոլ է։ Հասկանում եք, որ աստվածամերժությունը ինքը ծնվում է այնտեղ, որտեղ կենդանի էակը ինքը իր հայացքը շուռ է տալիս Աստծուց, որտեղ իր առաջ միշտ կանգնած է Աստված։ Եվ Մայտրեյանը շարունակեց, ասեց, եւ այստեղից է կենդանի էակի մոտ գալիս պահը։ Հասկանում եք։ Ինչու՞։ Որովհետև շատ պարզ հասարակ միտք է։ Մենք գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկներն ենք, չէ՞։ Համենայն դեպս ստարյացիների։ Մեզ ոչ մեկ չի արարել։ Մենք իր հետ հավասար հավերժ եղել ենք, կանք եւ լինելու ենք։ Հասկանում եք, չէ՞։ Բայց մենք նյութական աշխարհում ապրողներս նրանք ենք, ովքեր որ երես են թեքել Աստծուց։ Չէ՞։ Այսինքն երես են թեքել իրանց մենք երես ենք թեքել մեր գոյության աղբյուրից, մեր կյանքի աղբյուրից։ Եվ այդ ճանապարհը ինքը ահուսապելիորեն տանում է դեպի քայքայում, այսինքն դեպի մահ։ Հասկանում եք։ Ուրեմն մենք տեսանք, թե ինչքան գեղեցիկ Վյասադևան ինքը Մայտրեյայի շուրթերով նկարագրեց ուրեմն Տեր Բրահմայի մարմնից, այսինքն բանականության մարմնից դուրս եկող սկզբունքները արարչագործության սկզբում, չէ՞։ Եվ մենք տեսეთ, հույսով եմ, որ տեսանք, որ բանականությունը ինքը ծնում է նարադային, այսինքն գիտելիքը բաժանելու սկզբունքին։ Շնչառությունը ինքը ծնում է վասիշտային, այսինքն գիտելիքի մեջ կատարելության հասնելու սկզբունքը, հա։
լսողությունը ինքը ստեղծում է պուլասիային, որը ինքը տրանզիցիաների պահապանն է, չէ՞։ Բանը տեսողությունը ինքը ուրեմն ծնում է ատրին, որը ինքը 3 գոյավիճակներից ազատ մաքուր ճշմարտությունը տեսնելու ունակությունն է։ Խոսքը ինքը ծնեց անգիրային, որը ինքը կրակն է, ներքին կրակն է, որը այրում է կենդանի էակի մեջի գիտությունը, գործողությունները, այսինքն այդ գործողությունները իրանք գործելու ունակությունը ինքը հենված է կրատուի վրա, այսինքն վճռականության վրա, չէ, սրտից առաջացավ իրական հոգևորականությունը։ Եվ սա արդեն ոչ ուղղակի այսպես բաներ էլի իմաստունների ցուցակ էր։ Ինչպես ես ամենասկզբից ասացի, որ եթե մենք պայմանականորեն ասենք, սա քարտեզ էր, չէ, քարտեզ էր նրա, թե ինչպես է կառուցված մեր գիտակցությունը, հասկանում ես։ Եվ տեսեք օրինակ, չէ, խոսքը ինքը իրականում վերջնականում, չէ, ինչի մասին է այստեղ գնում։ Ինքը գնում է նրա մասին, որ կա շատ խորը հասկացողություն, որ կենդանի էակի ամեն մի ունակությունը ինքը պետք է ծնի ինչ-որ մի հատ որակ։ Երբ որ կենդանի էակը ինքը բանական է, դա պետք է ծնի ոչ թե գոռոզություն, այլ գիտելիքով կիսվելու խոնարհություն։ Երբ որ կենդանի էակը ինքը ճիշտ խոսք ունի, ինքը այդ խոսքը պիտի օգտագործի ոչ թե մեղադրելու, այլ ներքին տգիտությունը վերացնելու ուղղությամբ։ Տեսողությունը ինքը ոչ թե պետք է բանանի էլի, ասեք, ինքը ոչ թե պետք է տրամադրված լինի թերություններ ման գալով, հա, այլ պետք է տրամադրված լինի ճշմարտությունը տեսնելու ուղղությամբ։ Եվ ձեռքերը իրանք ոչ թե պիտի ինչ-որ ագահ գործողություններ կատարեն, չէ, այլ վճռականություն ունենան գործողություններ կատարել կրոնականության մեջ, այսինքն առնվազն մաքրության մեջ։ Եվ սիրտը ինքը ոչ թե սենտիմենտալ զգացմունքների համար է նախատեսված, հա, այլ դհարմայի, այսինքն Աստծո մտադրությունների հանդեպ սիրո համար է նախատեսված։ Երբ որ մենք ասում ենք սեր գաղափարը, մենք պիտի հասկանանք, որ հոգևոր մարդը ոչ թե պիտի ասի ես սեր եմ, որովհետև ես այստեղ տաքություն եմ զգում։ Սրանք սենտիմենտալ խոսակցություններ են։ Սերը դա գերագույն Աստծո անձնավորության վերաբերմունքի հանդեպ զգացմունքն է։ Երբ որ կենդանի էակը ինքը հասկանում է, որ գերագույն Աստծո անձնավորությունը բոլոր կենդանի էակների հանդեպ, բոլոր կենդանի էակների համար երջանկություն է ուզում, եւ ինքը իր սրտում այդ գաղափարը սիրում է։ Սիրում է Աստծուն, որը իր մեջ այդ գաղափարը կրողն է, եւ սիրում է այդ գաղափարը։ Դրա համար է նախատեսված կենդանի էակի սիրտը։ Հասկանում եք։ Եվ մենք տեսանք, որ Ռուդրայի պատմությունից հետո, որտեղ մենք քննարկեցինք, որ չղեկավարված էներգիան ինքը ավիրումներ է առաջացնում, հա, մենք տեսանք, որ այստեղ արդեն ամեն մի ֆունկցիան, մարմնի ֆունկցիան ինքը ծնում էր ինչ-որ մի առաքինի բան։ Հա, այսինքն մենք ստացանք կենդանի էակի համար
երկու հնարավորությունների քարտեզ կամ մեր օրգանիզմը ինքը ծնում է սրտի արատներ կամ պատկերավոր ասած մեր օրգանիզմը ինքը ծնում է իմաստություն եւ թե ինչպես պիտի կառուցված լինի մեր ներքին մարմինը այստեղ հիմա Մայտրեյան քննարկեց Վիդուրայի հետ հասկանում եք եւ այո իհարկե սա մեզ հնարավորություն է տալիս որպեսզի մենք կարողանանք հասկանալ որ ընդհանրապես գիտեք հոգեվոր կյանքում առաջընթաց ունենալու համար մի շատ անսպասելի գործոն կարող է լինել շատ կարևոր դա ինքդ քեզ հարցեր տալու սովորությունն է եւ հոգեվոր մարդը ինքը համաձայն այս ցուցակի պետք է հարց տա ինչ է ծնում այսօր իմ բանականությունը ես ունեմ իմաստություն, որը կարող եմ տալ մարդկանց, թե միայն կարող եմ անհանգստացնել նրանց։ Ինչ է տալիս իմ խոսքի ունակությունը։ Այսօր ես ինչի վրա եմ պատրաստ օգտագործել իմ ներքին կրակը, հա? Ուրեմն բաների ուրիշներին մեղադրելու թե եւ նրանց եւ իմ մեջ տգիտությունը հաղթահարելու համար ինչ է ծնում իմ սիրտը սենտիմենտալ զգացմունքներ թե ռեալ սեր Աստծո սիրո հանդեպ եւ վերջնականում ինչին եմ ծառայում այսօր ես այսպես լիովին ես ինչին եմ ծառայում հոգևորին թե վախին եւ այսպես այս սկզբունքները իրանք դառնում են շատ անձնական հասկանում եք եւ տեսեք եթե մենք հիմա նայենք այս տեքստերը այսպես ամփոփելու տեսանկյունից որտեղ արդեն դուրս են գալիս այս տեքստերից չէ ապա մենք կարող ենք տեսնել այսպիսի շարան չէ որ սկզբում ուրեմն Ռուդրայի պատմության հետ միասին Ռուդրայի պատմությունից հետո Մայտրեյան ինքը ներկայացրեց ալտերնատիվ մոդելը որտեղ ազնվորությունը ինքը ոչ թե չղեկավարված ջղայնության ուժով է ղեկավարվում, հա, այլ ինքը ղեկավարվում է իր ներսում ունեցած կամ ընդհանրապես իր ամենտեղ ունեցած ներդաշնակություն բոլոր ֆունկցիաների միջև եւ հայտարարվեց ամենակարևոր սկզբունքը հոգևոր սկզբունքները կամ այն հանգամանքը, որ կենդանիակը ինքը ապրում է համաձայն Գերագույն Աստծո ազնվորության օրենքների, այդ ունակությունը ինքը ծնվում է այնտեղ, որտեղ ապրում է Աստված։ Ինքը ծնվում է սրտում։ Հասկանում եք։ Այսինքն այստեղ Վյասադևան ինքը նկարագրեց թե ոչ թե ինչպես է արարվում մարդը, այլ նկարագրեց, որ մարդու մեջ ամեն մի ունակությունը պետք է զբաղեցնի իր ճիշտ տեղը։ Եվ այս տեքստերը իրանք մեզ օգնում են արիացիների տեսանկյունից մեր ամեն մի պոտենցիալ դնել ծառայության որոշակի ֆունկցիայի համար։ Սա տալիս է մեզ գրագիտություն,
սեփական անձնավորության ներդաշնակությունը կառուցելու համար։ Եվ այսպես մենք ավարտեցինք այս տեքստերը եւ Աստծո ողորմածությամբ վաղը կշարունակենք։ Ստեսություն ձեզ։